Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրը Մարիամ Իսրայելյանն է, ով հայտնվել էր սկանդալային մի իրադարձության կենտրոնում, երբ նրան դիվանագիտական դպրոցում Արցախը Հայաստանի մաս ճանաչելու համար գնահատել էին անբավարար։ Բարև Մարիամ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ այսօր մեր հրավերը ընդունել եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մարիամ ջան, ստեղծվեց մի իրավիճակ, երբ ձեր էջը այսպես ասած հայտնիացավ, տարբեր մարդիկ սկսեցին կիսվել ձեր գրառումով ու գրառման հիմնական մասը կային մեր նրանում, որ դուք չեք ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս ու դրա համար եզրափակիչ քննությունը գնահատվել եք անբավարար։ Ինչ կասեք այդ մասով, ինչպիսին էր ձեր արձագանքը։ Ի սկզբանե անսպասելի էր իմ համար նախ այդքան մեծ տարածում գտնելը իմ հրապարակման, որովհետև առանց որևէ ակնկալիքի սովորության համաձայն կիսվել էի իմ մտքերով, այդ պահի խոհերով ու ինչ որտեղ չեմ թաքցնի, ստացածս վիրավորանքներ մեծ, որովհետև խոսքը այստեղ ոչ թե վերաբերվում էր իմ անձին, այլ դիրքորոշմանը, որը յուրաքանչյուր հայ պիտի ունենա։ Մի տեսակ այդ պահին ինձ փոքր Հայաստան զգացի ու երբ որ այդքան մեծ դիտողականություն ունեցա, այդքան տարածում ունեցավ այդ ամեն ինչը, մարդկանց աջակցությունը ստիպեց հասկանալ, որ ճիշտ էի զգում, որ մտածում էի այդ պահին ես էլ ինքս մի հատ փոքր հայրենիք եմ։ Մարիամ ջան, ինչպիսի կրթություն ունեք, այս պահի դրությամբ նշեցիք, որ սովորում եք դիվանագիտական դպրոցում եւ այս սկանդալից հետո շարունակելու եք դեռևս 2 տարի սովորել այս դպրոցում, կպատմեք ձեր կրթության մասին, ինչպես եք հայտնվել դպրոցում։ Դպրոցական կյանքս ավարտին որոշում եմ կայացրել, որ էլ պիտի ավելի խորացնեմ գիտելիքներս կապված լեզուների հետ, սակայն չինարեն ուսումնասիրելուց անմիջապես հետո հասկացել եմ, որ չինարենը բացի լեզու լինելը ինքը հանդիսանում է նաև կամուրջ։ Առաջարկ ինքս եմ արել բազում մասնագետների, որոնց հետ որ սովորել եմ հենց լեզուն, որ միտք ունեմ մասնագիտությունս չինարենով սովորելու, դիմել եմ Չինաստանի ազգային համալսարան 3 տարի առաջ, ընդունվել եմ ու ի զարմանս բոլորի նաև ինձ ընդունվել եմ անվճար, քանի որ բաժինը հեռահար էր, դիմորդների մեծ քանակ կար, հոսք կար, սակայն շատ քչերին էր հաջողվում ընդունվել։ Ընդունվելուց հետո, քանի որ ներքին քաղաքականությունը մեր երկրում միշտ վայրիվերումներով է, մտածեցի, որ ճիշտ կլինի ես այստեղ էլ տիրապետեմ քաղաքական ինստիտուտին, որովհետև ուսումնասիրում եմ միջազգային հարաբերություններ եւ դիվանագետ, բայց ամեն դեպքում մասնագիտությունը սովորում եմ սեփական երկրի շահերը պաշտպանելու ու առաջ տանելու համար։ Ու այս պարագայում ընտրել էի արտգործնախարարության միջոցով կրթությունը, որը որ պետքա սահմանափակվեր հիմնականում հենց դիվանագիտական դպրոցում հայտնվելու ու այնտեղ սովորելով։ Ինչպես ընդունվեցիք դիվանագիտական դպրոց։ Դիվանագիտական դպրոց ինձ խորհուրդ են տվել, որ ընդունվեմ իրականում, սակայն համալսարանիս միջնորդությամբ եմ ընդունվել, սկզբում 3 ամիս մասնակցել եմ այդ on-line դասընթացներին, որը որ կոպիտ ասած նախապատրաստում էին քննության, ընդունելության քննությունները բավականին հեշտ եմ անցել, սակայն որ ասեմ կրթությունը իմ սպասվածի նման հեշտ է եղել, ոչ, հայկական դիվանագիտությանը տիրապետելը ինքը բավականին բարդ պրոցես է, որը որ բազում փորձություններ է պարունակում։ Ես դիվանագիտական դպրոցում քննություններով եմ ընդունվել, սակայն ընթացքում նաև բավականին առանձին դասընթացների եմ մասնակցում, որպեսզի ուժերս հերիք են շարունակելու համար։ Մի փոքր կպատմեք մեզ այդ սկանդալային դեպքի մասին, հա, ինչպես ձեզ ասացին, որ դուք անբավարար եք գնահատվել, ձեր արձագանքը ինչպիսին եղավ կամ նորմալ է առհասարակ այդ երևույթը։ Երևույթը ինքնին նորմալ չի, դրա համար եմ խոսել, բարձրաձայնել դրա մասին, որովհետև եթե այսօր նման կառույցում է տիրում անաչառ լինելու բացակայություն, հաստատ հետագայում էլ ավելի մեծ խնդիրների առջև են կանգնելու, որովհետև իմ հասակակիցները ինձնից ավելի փոքրերը հստակ տիրապետում են տեղեկատվության ու ապրում ենք այնպիսի դարում, որ այս գերտեղեկացված ժամանակաշրջանում հերքել իրականությունը, որը պատմությամբ ուրանալ է նշանակում, անհամաձայնություն է առաջացնում իմ մոտ ու ներքին հակասություններս թույլ չեն տալիս լռել։ Միշտ ասել են, որ դիվանագիտությունը ճիշտ պահին լռելու մասին է, բայց այս անգամ այդ օրը քննության ժամանակ տվյալ մասնագիտական առարկայի քննությունը բավականին լավ եմ պատասխանել, վստահ էի, որ ստանալու եմ գերազանց գնահատական, նման արտահայտություն նաև մասնագետը նշեց, արեց եւ
վերջում ինձ տրվեց այդ հարցը, թե արդյոք ես համաձայն եմ, որ Արցախը ամեն դեպքում Ադրբեջանինն էր, կապ ուներ դա քննության հետ։ Քննության հետ ընդհանրապես կապ չուներ, ինձ թվում է հարցը ավելի շատ կապված էր բուն իմ կարծիքը լսելու հետ, թեպետ այս այն դեպքներ, երբ որ հարցը հնչեց, բայց պատասխանն արդեն լավ իմանում էր հարցը տվողը։ Ու այս պարագայում, չգիտեմ, ինչի համար, անձնական վերաբերմունք կար, թե բուն հենց տվյալ երևույթն էր պետք, որ իմ շուրթերից չհնչեց, ինչը որ առաջացրեց զայրույթ ու ես վստահ էի, որ հաստատ կստանամ անբավարար իմ այդ պատասխանից հետո, որովհետև ես հարցին մոտեցել եմ դիվանագիտորեն ու պատմական փաստարկներով ապացուցել, որ ամեն դեպքում Արցախը Հայաստանինն է, մեր պատմական հայրենիքն է ու դավաճանություն է իմ կողմից դիտարկվում են փաստը, երբ որ ասում են Արցախը Ադրբեջանինն էր, ամեն դեպքում իրենց անցավ։ Այսինքն եկեք մի քիչ պարզ հասկանանք, տվյալ քննության օրը առավելագույն գնահատականը ինչքան է եղել։ Առավելագույն գնահատականը տվյալ քննության ու նաև մյուս առարկաների 100 միավորն է։ 100 միավոր։ Դուք այսինքն կարծում եք, որ 100 միավորի պատասխանել եք, սակայն Արցախի հարցի պատճառով ձեզ գնահատել են 100-ից ինչքան։ Ինձ 100-ից հենց այդ է, որ ոչ մի միավոր չեն տվել։ 0 եք ստացել։ Այո, 0 եմ ստացել։ Իսկ դա ինչպես պետք է անդրադառնա մնացյալ առարկաների։ Քանի որ սա եզրափակիչ քննության գնահատական է, բնականաբար չունենալ առհասարակ ոչ մի միավոր բացասական է ազդելու ու հիմա երկու տարբերակ կա այս հարցի համար, կամ իմ գնահատականը, որ ես վաստակել եմ, կնշանակվի, կամ ես նորից քննություն կտամ, որը վստահ եմ նորից կհաջողեմ։ Վերաքննության եք այսինքն գնալ։ Հասկացա, Մարիամ ջան, իսկ ընդհանրապես ձեր կրթությունը նշեցիք, որ Չինաստանում եք սկսել ու շատ լավ տիրապետում եք չինարենի նաև։ Ինչպիսին է եղել, հա, այդ ուղին հեշտ է եղել ձեզ համար, մի փոքր կպատմեք ձեր մասին։ Բավականին դժվար է եղել, որովհետև երբ որ դու ծնվում մեծանում ես գյուղում, որտեղ կան տարակարծիք մտածելակերպ ունեցող մարդիկ ու հիմնական սենց ստանդարտ լեզուներ կան օտար մարդկանց համար, ռուսերեն կամ անգլերեն, ու սենց մաքսիմալը ֆրանսերեն կամ գերմաներեն իմանալն է, ու երբ որ երեխաները բոլորը միահամուռ ուժերով դիմում են չինարեն սովորել ու չինարենի խմբակ են հաճախում, դպրոցում բացվում է չինական սենյակ, դա մեծ իրադարձություն էր իր մեծ արձագանքով։ Չինական խմբակում ես ձախողել եմ իմ առաջին փորձը, ստացել եմ քննության ժամանակ ցածր միավորներ, լսել եմ, որ չունեմ նորմալ լսողություն չինարեն շարունակելու համար, քանի որ չինարենը կառուցված է հիմնականում հենց մեկը հնչյունաբանությունից, սակայն հնչյունաբանության հարցում թերանալը ինձ չխանգարեց, ես կանգ չեմ առել, հետո փորձել եմ ինքնուրույն սովորել, 6 ամիս ինքնուրույն սովորելուց հետո իմացության on-line քննություն եմ անցնում, որից հետո արդեն բավականին տիրապետում էի թե հեռախոսին, թե սոցցանցերին, գրառում եմ կատարում, որ ուզում եմ սովորել, սակայն միջոցներս չեն բավարարում։ Շատ մի դրական աղջիկ, Հասմիկ է անունը, ինքը Չինաստանում էր ապրում, այո, ինքը Չինաստանում էր ապրում ու ինքը առաջարկեց բավականին անվճար կայքերի ցանկ, որտեղ որ ես կարող էի տեսնել որն է ինձ նպատակահարմար ու սովորեի։ Ես ընտրում եմ հենց բուն բարձրացված չինարենը սովորելու ծրագրերը, եւս 1 տարի այդպես ուսումնասիրել եմ։ Այդ շրջանն եղել է կյանքիս ամենա սենց փորձություններով լի ժամանակահատվածը, որովհետեւ դա 2020 թվականն էր, որի ընթացքում ես թե եղբայր եմ կորցրել, թե բազում ընկերներ, անգամ ինքը երևույթը պատերազմը բացասական էր ազել թե ֆիզիկական ու թե հոգեկան առողջությանս վրա, բայց չգիտեմ, չինարենը ի սկզբանե չեմ համարել ուղղակի լեզու, ինքը ինքնատիրապետման ու ինքնաճանաչման աղբյուր էր իմ համար, երևի հենց չինարենն է օգնել հոգեպես ամուր մնալ։ Այսինքն դուք այդ ձևաչափով ընդունվեցիք հետագայում նաև Չինաստանի ազգային համալսարանում։ Այո, քննություններին պատրաստվելը բազում բարդ պարապմունքների հետևանք է եղել ու ինձ շատերն ասում էին դու 0 կուրս կընդունվես ու տեղից կմնաս ուղակի կամ առաջ չես գնա բացարձակ կամ ինքդ կհիասթափվես տեսնելով ընդհանուր կրթությունը տևելու է 5 տարի, այս պահին չեմ էլ ավարտել, սակայն
քանի որ զուգահեռ հիմա դիվանագիտական դպրոցի կրթությունն եմ ակնկալում, որ կտա բավականին գիտելիքներ հետագայում այստեղ աշխատելու համար, հնարավոր է, որ ուղղությունը փոխեմ ու այս պարագայում հենց բուն դիվանագիտական աշխատանքի անցնեմ։ Իսկ ինչպես եք շարունակելու ձեր կրթությունը, այսինքն ավարտելուց հետո պատկերացնում եք ձեզ ինչ մասնագիտության մեջ եք պատկերացնում, հենց բուն դիվանագետ, դեսպան, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության պայմաններում ինչպիսին կլինի ձեր որդեգրած ուղղությունը, ինչ եք կարծում։ Ինձ թվում է Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մինչև իմ կրթության ավարտվելը բավականին փոփոխությունների է ենթարկվելու, բուն հենց մասնագիտական վերլուծությամբ եմ սա նշում, բայց կարծում եմ հենց իմ մասնագիտությամբ բուն դիվանագիտությամբ էլ կզբաղվեմ։ Մարիամ ջան, տարբեր քաղաքական ուժեր սկսեցին ձեր գրառումները տարածել, տարատեսակ մեկնաբանություններ կային նաև ձեր անձի հետ կապված, որ դուք ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եք ու դրանով եք փորձում իբր ԱԳՆ-ի անունը սևացնել եւ այլն, ինչ կասեք այդ մարդկանց, ինչ կասեք նմանատիպ մեկնաբանություններին։ Այդ մարդկանց կասեմ նախ առաջինը մեզնից յուրաքանչյուրը ունի ընտրած ճանապարհ, խառնվել իրենց անծանոթ մարդու ընտրած ճանապարհին ինձ թվում է այդքան էլ adekvat ու ճիշտ չի, իսկ ինչ մնում է այն հարցին, որ ես ուզում եմ սևացնել արտգործնախարարության անունը, բնավ։ Հակառակը ինձ թվում է ես ամեն դեպքում նպաստում եմ այն իրողությանը, որ կարևոր կառույց է արտգործնախարարությունը, որտեղ պիտի հստակ որպես սկզբունք հայրենիքը լինի առաջին տեղում։ Ու բացի հայրենիքի առաջին տեղում լինելը, այդ կառույցից են դուրս գալիս կադրեր, մարդիկ, ովքեր որ պատասխանատվություն են կրում։ Իմ համար կյանքում ամենակարևոր բանը պատասխանատվությունն է։ Ես ընտրել եմ դիվանագիտությունը, այս օրերի ընթացքում ինձ շատերը ասում են սխալ մասնագիտություն է ընտրել, այս աղջիկը պիտի լիներ կամ գրող կամ փիլիսոփա, սակայն ես ինձ թույլ եմ տվել չհամաձայնվել այդ մտքի հետ, որովհետև գրածս չի պարունակել ինչ-որ ռազմահայրենասիրական ճառ։ Գրածի միտքը հենց դա էր, որ ես դիվանագետ եմ ու անկախ նրանից մասնագիտությունս որ ոլորտում է, մարդու կողքին պիտի կանգնած լինի իր խիղճը։ Երբ որ լռեցնում են այդ խիղճը, մարդն էլ ինքն իրեն կորցնում է։ Ու ես միշտ մտածել եմ, որ ամենակարևոր արժեքը հենց մարդկայնությունն է, մարդկային չի ստիպել մարդուն ուրանալ այն, ինչով ինքը ապրում է։ Ես անցել եմ բավականին բարդ ճանապարհ իմ տարիքի համեմատ ու այն արժեքները, որոնք որ ձևավորել են ինձ թույլ չեն տա ես երբևէ կուլ գնամ անարդարության, լռեմ այնտեղ, որտեղ որ պիտի խոսեմ, որովհետև հենց մասնագիտական առաջին կարևոր պրոֆեսիոնալիզմը, որ ինձ սովորեցրել են, խոսել ճիշտ պահին ու պահը չկորցնել ճիշտ խոսքը ասելու։ Ես ուսուցիչ ունեի, որ ասում էր, եթե տվյալ պահին դու չես խոսում, հետո կարող է այդ խոսքդ նույն արժեքն ու ազդեցությունը չունենալ։ Մարիամ ջան, խոսում եք ձեր բարդ ճանապարհի մասին, դուք 21 տարեկան եք, բայց ունեցել եք բազում դժվարություններով ճանապարհ, ինչպես դուք եք ասում։ Մի փոքր կմանրամասնեք դրանք, ինչպիսին էին դրանք, ինչպիսի դժվարությունների մասին է խոսքը ու ինչպես դրանք ազդեցին ձեր ներկայիս անձի ձևավորման հարցում։ Իմ անձի ձևավորման հարցում, ինչպես ցանկացածի ինձ թվում է, գերագույն դերը կատարել են ծնողներս։ Հայրիկս 92-ից 94 թվականներին է ծառայել, ինչը մեծ ազդեցություն է ունեցել իր անձի ձևավորման հարցում։ Այն արժեքները, այն ապրումներն ու կորուստները, որ ինքն է ունեցել, հետագայում ունեցանք նաև մենք, որովհետև պատմությունը, ինչպես հրապարակմանս մեջ էի նշել, թողնում է հետք, ու այդ հետքը հեշտ չի անցնում, երբ որ սպիերով լի է լինում։ Մեզ բազում անգամներ ճնշել են պատմության ընթացքում, իսկ երբ որ դու փոքր երեխա ես, բայց քո բոլոր հարցերի պատասխանը միշտ ինչ-որ պակասի, կորստի մասին հարցերիդ պատասխանում են, որ պատճառը պատերազմն է, հայրիկը առողջ չի, որովհետև պատերազմ է եղել, երկիրը հզոր չի, որովհետև պատերազմ է եղել, երկիրը կիսատվում է, որովհետև պատերազմ է։ Ես իմ կյանքում միշտ իմ անձի ձևավորմանը զուգահեռ պատկերացրել եմ իմ ճանապարհի մի հատ մեծ քար, որի վրա գրված է եղել պատերազմ։ Ու այդ իրականում այդ քարը փոքրացնելու նպատակով եմ ես ընտրել մասնագիտությունս,
չգիտեմ, ժամանակի ընթացքում թե ընտանեկան, թե հոգեբանական, թե առողջական ցանկացած խնդրի մեջ առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ ինքս ինձ չդավաճանեմ, ինքս ինձ չկորցնեմ ու նայեմ առաջ։ Հասկանում եմ ձեզ, Մարիամ ջան, իսկ ինչ առողջական խնդիրների մասին է խոսքը կամ ընտանեկան խնդիրներից եք անդադ խոսում, ինձ թվում է, եթե ցանկանում եք կարող եք նաև այդ մասին խոսել, ինչ ազդեցություններ դրանք ունեցան ու ինչ խնդիրների մասին է խոսքը։ Առողջական խնդիրների մասին չեմ ուզի ավելի մանրամասն խոսել, իսկ ընտանեկան խնդիրները կապված են եղել հենց այն գլխավոր իմ կյանքի ցանկացած հաջողության հետևում կանգնած մարդու մորս մասին էր այդ, որովհետև ինքը լինելով էլի արդարության ու խղճի հանդեպ ուժեղ մարդ, ինքը փորձել է միշտ գտնել արդարը, միշտ բարձրաձայնել այն ինչը որ անարդար է, թե իր անձի հանդեպ, թե առհասարակ, ու այդ ամբողջ ընթացքում, երբ որ ես հաճախակի տեսնում էի ինչ որ անարդարություններ, թեկուզ հենց բարեկամների, հարազատների կողմից, հասկանում էի, որ մամաս էլ հեշտ չի հասնում այն բանին, որ ունենա այդ արդարությունը, թե իր երեխաների համար։ Դժվարությունները հենց կապված են եղել այդ գործընթացի հետ, որ ամեն անգամ ընկնելուց հետո պիտի վեր բարձրանալ ու ինքնուրույն վեր բարձրանալ։ Մարիամ, իսկ ինչ խոսք կասես այն երիտասարդներին, ովքեր օրինակ նայում են մեզ հենց հիմա կամ հետագայում իրենք էլ եւս օրինակ չունեն բավարար ֆինանսական միջոցներ, բայց ուզում են ունենալ բարձրագույն կրթություն, ուզում են հասնել մեծ բարձունքների, ինչ կասես այդ մարդկանց։ Իրականում իմ գլխավոր սկզբունքներից մեկն է, որ խոստումներ չտամ, սակայն ինձնից փոքր տարիքով փոքր, բայց ինձ թվում է պոտենցիալով մեծ երիտասարդներին ես խորհուրդ եմ տալիս հավատալ, որ մենք կհասնենք այն օրվան, որ բարձրագույն կրթությունն էլ կլինի անվճար, որովհետև այս պահին այն ինչը որ ապրում է մեր հայրենիքը ամենավատը չի։ Ամենավատը ճիշտ է, երբեմն զգում ենք, որ կարող է ամենավատը դեռ առջևում է, սակայն մենք սրանից ավելի բարդ փուլեր ենք հաղթահարել ու էսել ենք հաղթահարելու։ Ուղղակի այն երիտասարդներին, ովքեր որ ունեն հավատ, ունեն հստակ ձևավորված անձ, ինձ թվում է ես խորհուրդ չունեմ իրենց, մենակ կասեմ, որ հավատան իրենց ու հույսները դնեն մենակ իրենց վրա, որովհետև մեր սերունդը այն սերունդն է, որը որ քիչ բանի միջով չի անցել, ու մեր սերնդին, չգիտեմ, հաճախ ուզում են հարմարեցնել, մեր սերունդը միշտ ստիպված է արդարանալ, որ ինչի ենք մենք սենց, բայց մեր այսպիսին լինելու հետևում կանգնած է այն արժե համակարգը, որը որ մեզ փոխանցել են ու մենք փորձել ենք ինքներս ձևավորել։ Մեր սերունդը բավականին բարդ ժամանակաշրջան է ապրել ու ապրում, ու ես կուզեմ մենակ, որ այս մեզնից հետո եկող սերնդի համար առաջին լավ պայմաններ ստեղծողը լինենք մենք։ Մարիամ ջան, եւ վերջին հարցը, հա, կապված է սկանդալային իրադարձությունների հետ, կապված ձեր գրառման հետ, դրա բարձր դիտելիության հետ, տարբեր քաղաքական ուժեր, օրինակ շատ կուզեն երևի թե իրենց շարքերում ունենալ ձեզ նման երիտասարդ։ Ինչպես կարձագանքեք նման առաջարկներին, կամ արդյոք եղել են արդեն նման առաջարկներ եւ եթե լինեն, ինչ պատասխան կտաք նրանց։ Առաջարկներ եղել են, ինձ թվում է այդ ակնհայտ է, որ առաջարկներ կլինեն։ Եթե գաղտնիք չէ։ Իրականում չեմ ուզի նշել, որ քաղաքական ուժերի կողմից, բայց առաջարկներին ես adekvat եմ մոտենում, սակայն պատասխանելը լինում է բացասական, որովհետև ինքս իմ համար ունեմ որդեգրած քաղաքականություն, որտեղ իմ գլխավոր կուսակցությունն է բանակն է, որոնց շարքերում նաև իմ հարազատ եղբայրն է ու իմ բոլոր ընկերները։ Ես այս պահին ծառայում եմ միայն այդ կուսակցությանը ու հարում եմ մենակ այդ կուսակցությանը։ Հասկացանք, Մարիամ ջան, շատ շնորհակալ ենք նման բովանդակալի զրույցի համար։ Հուսով ենք, որ ձեր ուղին ավելի մեծ հաջողություններով լի կլինի եւ դուք էլ ձեր երազած մարդ կդառնաք։ Շնորհակալ եմ շատ։ Դե ինձ սիրելի հետևորդներ, ավարտին մոտեցավ այսօրվա մեր հաղորդումը, հիշեցնենք, որ այսօրվա մեր հյուրը 21-ամյա Մարիամ Իսրայելյանն էր։ Մի րոպե նորից։ Շնորհակալություն։ Դե ինձ սիրելի հետևորդներ, ավարտին մոտեցավ այսօրվա մեր հաղորդումը, հիշեցնենք, որ այսօրվա մեր հյուրը 21-ամյա Մարիամ Իսրայելյանն էր։ Մինչ հաջորդ թողարկում։ Հաջողություն։